5-րդ դարում գրերի աստվածաշնորհ գյուտով սկզբնավորվեց թարգմանչած շարժումը։ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Հայրապետը եւ նրանց հարյուրավոր աշակերտներ կերտեցին հայոց ոսկեդարը եւ սրբացան իրենց մնայուն տեղը գտնելով եկեղեցական տոնացություն։ Թարգմանչած դասը հայոց եկեղեցում գոյություն ուներ դեռևս գրերի գյուտից առաջ։ Եկեղեցականներն աստվածաշնչից ասորերենով ընթերցում էին որևէ հատված, բանավոր թարգմանում եւ մեկնում հավատացյալների համար։ Գրերի գյուտով կանոնակարգվեց թարգմանական գործը եւ մեծածավալ աշխատանք կատարվեց։ 5-րդ դարասկզբին հայերեն թարգմանվեցին առաջինը Սուրբ Գիրքը, հետո Եվսեբիոս Կեսարացու եկեղեցական պատմությունը, Քրոնիկոնը, Փիլոն Եբրայեցու, Աթանաս Մեծի, Գրիգոր Նյուսացու, Իրենիոս եպիսկոպոսի, Եփրեմ Ասորու, Զենոն Իմաստասերի եւ բազմաթիվ այլ հեղինակների հոգեվոր մեկնողական երկեր։ Հետագայում հայ առաքելական եկեղեցին սրբերի շարքում դասեց 5 թարգմանիչ ուսուցչապետերի անունները՝ Սահակ Հայրապետ, Մեսրոպ Մաշտոց, Եղիշե Պատմիչ, Մովսես Քերթող եւ Դավիթ Անհախտ։ Հայոց եկեղեցին նաև մի քանի տոն հաստատեց ի հիշատակ հայոց մեծ թարգմանիչների։ Վաղ միջնադարում թարգմանիչ անվանում են նաև նրանք, ովքեր որ մեկնում էին, այսինքն ոչ միայն թարգմանում էին, այլև մեկնում էին այդ քրիստոնեական գրվածքները։ Ուստի եւ նրանք սուրբ էին այդ իմաստով եւ Սուրբ Հոգին ունեն իրենց առաջնորդող, այդ իսկ պատճառով մենք սրբացրել ենք նրանց, ընդունել ենք մեր եկեղեցու սրբերի դասը, ի գլուխ ունենալով Մեսրոպ Մաշտոցին իհարկե։ Այսօր արևմտյան եկեղեցու հայրերի բազմաթիվ աշխատություններ հայտնի թարգմանիչների շնորհիվ են դարձել ժամանակակից քաղաքակրթության սեփականությունը։ Հույն ասորի աստվածաբանների մեծարժեք երկերի բնագրերից շատերը կորած են։ Դրանց մի մասը պահպանվել եւ մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ։ Թարգմանչած շարժումն այնպիսի արագ ընթացք էր ստացել, որ 5-րդ դարի կեսերին արդեն հայերեն էին թարգմանվել ծիսական, հայրաբանական, վկայաբանական, վարքագրական եւ պատմական բնույթի բազմաթիվ երկեր։ Հետագայում թարգմանական գրականության հիման վրա ստեղծվեց հայ ինքնուրույն, մեկնողական, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական, պատմական եւ այլ բնույթի գրականությունը։ Կրոնական երկերից զատ հայ իմաստասիրական միտքն անդրադարձավ նաեւ աշխարհիկ գիտական երկերի թարգմանությանը։ Հայալեզու թարգմանական եւ ինքնուրույն գրականությունը ազգապահպան նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, չեզոքացնելով հունական եւ ասորական գերիշխանությունը հայոց եկեղեցու եւ իշխանության վրա։